Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, հունիսի 27 Ամեն մեկը, որ կոչումի մեջ որ կանչվեց, նրանում մնա, առաջին Կորնթացիս 7-րդ գլուխ 20-րդ խոսք։ Ոմանք մի տեսակ թյուր պատկերացում ունեն, որ Աստծո համար ապրելու միակ ճանապարհը քարոզիչ, սպասավոր կամ միսիոներ դառնալն է։ Ավաղ, որքան շատ մարդիկ կզրկվեին Բարձրյալին փառավորելու ցանկացած հնարավորությունից, եթե այդպես լիներ։ Սիրելիս, ոչ թե պաշտոնը, այլ նախանձավորությունը, ոչ թե դիրքը, այլ շնորհքն է մեզ թույլ տալիս մեծարել Աստծուն։ Անկասկած, Աստված փառավորված է կոշկակարի կրպակում, որտեղ բարեպաշտ աշխատողը Քրիստոսի սերն է երգում։ Այո, այդտեղ նա շատ ավելի է փառավորված, քան այն տաճարներում, որտեղ կրոնավոր քահանաները պաշտոնապես կատարում են իրենց սահմանափակ պարտականությունները։ Տեր Հիսուսի անունը պակաս չի փառավորվում աղքատ ու անուսում կառապանի կողմից, մինչ նա իր ձին քշելով օրհնում է իր Աստծուն կամ վկայում ճանապարհակից ընկերոջը, քան այն հայտնի աստվածաբանի կողմից, որը ամբողջ երկրով մեկ, բաներկեսի պես որոտալով ավետարանն է տարածում։ Աստված փառավորվում է, երբ ամեն մեկս մեր կոչմանը համապատասխան ենք ծառայում իրեն։ Զգույշ եղիր, թանկագին բարեկամ, որ չհեռանաս քո պարտավորությունների ճանապարհից, անփույթ վերաբերվելով քո աշխատանքին և գործիդ մեջ հավատարիմ մնաս քո դավանությանը։ Ցածր մտածիր ինքդ քո մասին, բայց չափից ավելի ցածր մի համարիր քո կոչումը։ Ամեն տեսակի օրինավոր առևտուր կարող է ծառայել ամենաազնիվ նպատակների համար, սրբագործվելով ավետարանով։ Կարդա Աստվածաշունչը և կբացահայտես, որ ամենաստորակարգ աշխատանքները կապված են կամ հավատքի ամենահամարձակ գործերի հետ, կամ էլ այնպիսի մարդկանց, որոնց կյանքերը նշանավորվել են բացառիկ սրբությամբ, այնպես որ մի դժգոհիր քո կոչումից, ինչ աշխատանքի կամ կարգավիճակի մեջ որ Աստված կանչել է քեզ, դրանում էլ մնա, մինչև համոզված չլինես, որ նա քեզ ուրիշ բանի մեջ է կանչում։ Որտեղ էլ լինես, թող քո գլխավոր մտահոգությունն Աստծուն փառավորելը լինի, քո ուժերի առավելագույն չափով։ Գործիր քո կոչման ներկա ոլորտում նրա փառքի համար, և եթե կարիք լինի քեզ մեկ այլ ոլորտ տեղափոխվելու, նա անպայման կհայտնի քեզ։ Մի կողմ դիր այս երեկո անհանգիստ ձգտումներդ, և թող խաղաղ գոհունակությունը պարուրի քեզ։